Առողջ սննդին հասանելիություն, սննդի անվտանգությունը ու սննդի անվտանգության ստանդարտների սահմանումը պետական բյուջեի կոնկրետ ծախսային տող է։ Առողջ ապրելակերպը նույնպես պետական բյուջեի կոնկրետ ծախսային տող է, սկսած մեր դպրոցներում եւ մեր համայնքներում մարզական ենթակառուցվածքներից, որը ստեղծվում է պետական բյուջեի, այդ թվում միջոցներով, ներառյալ սուբվենցիոն եւ ոչ սուբվենցիոն ծրագրերով, բայց նաեւ քաղաքացիների ընկալումը առողջ ապրելակերպի նկատմամբ մեծացնելու համար, այդ թվում հանրահռչակման ծրագրեր ենք մենք իրականացնում, այդ թվում որ իմ կողմից հեծանիվ վարելու մղումը, էտել է որոշակի բյուջետային ծրագրի իրականացում ցույց տալու համար, որ ամոթ չի, որ 49-50 տարեկան տղամարդը հեծանիվ քշի, ամոթ չի ուղղակի։ Կներեք իմ կարծիքով ամոթ է, որ չքշի։ Հաղորդակից լինել հոգևոր կյանքին եւ մշակույթին։ Այսօր Հայաստանում շատ ակտիվ մշակութային կյանք կա, այդ թվում բյուջետային են ծրագրերի եւ են բանաձևերի միջոցով, որը կառավարությունը ընդունել է։ Դուք գիտեք, որ մենք արդեն մի քանի մշակութային հաստատություններում էքսպերիմենտալ փորձարարական մեթոդով ֆինանսավորման նոր բանաձևեր ենք դրել եւ ակնհայտ է, որ այդ բանաձևերը գործում են, որովհետեւ մենք շահագրգռություն ենք ստեղծել, որպեսզի մեր մշակութային հաստատությունները իրենց սիրած գործով զբաղվելով իրենք իրենց համար ավելի մեծ եկամուտ գեներացնել եւ ինչքան իրենք եկամուտ գեներացնեն, մենք այդքան կավելացնենք։ Պետական բյուջեի ծախսային տողը, երբ որ մենք բոլոր երեխաների համար, օրինակ թանգարանների մուտքը մինչև 12 տարեկան դարձրեցինք անվճար։ Պետական բյուջեի փողը, երբ որ մենք աբոնենտային ծրագիր ստեղծեցինք, աբոնեմենտային ծրագիր ստեղծեցինք դպրոցականների համար, որպեսզի ամեն դպրոցական տարին պետական բյուջեի հաշվին գոնե մի թատրոն, գոնե մի թանգարան, գոնե մի համերգ այցելի եւ դրանում ներառեցինք նաեւ տրանսպորտային ծախսերը մարզից մարզ տեղափոխելու երեխաներին մարզից մարզ տեղափոխելու համար։ Հոգևոր կյանքին հաղորդակցությունը նույնպես պետական բյուջեի ծախսային տող է, որովհետև այսօր մեր պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, որոնք այդ թվում հոգևոր կյանքի անբաժանելի մաս են, որպես պատմամշակութային հուշարձան պատկանում են պետությանը, այսինքն պետության սեփականությունն են եւ գտնվում են պետության հոգացության ներքո։ Եվ այդ թվում ենթակառուցվածքներ պետք է լինեն, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հաղորդակցվել այդ հոգևոր արժեքների հետ։ Բայց նաև պետք է կառավարությունը խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, ոմանք այդ պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն, որովհետև ելի եմ ասում, դա վիրավորում է մարդկանց հոգևոր զգացումները։ Կարճ ասած, իհարկե այս ցանկը կարող ենք շարունակել, ես չեմ ուզում շարունակել։ Երջանկությունը պետք է արտահայտված լինի պետական բյուջեում։ Ես հիշում եմ բյուջետային քննարկումները, որ ամենատարբեր դեռ լրագրող եղած ժամանակներից ես ինքս էլ որպես պատգամավոր գործելով բյուջեին տարբեր անուններ եմ տվել եւ տարբեր ժամանակներում բյուջեի համար եղել են տարբեր ձևակերպումներ, չգիտեմ, բանի ճգնաժամի բյուջե, ետճգնաժամի բյուջե, կոնսերվատիվ բյուջե, հուսահատության բյուջե, զարգացման բյուջե։ Ես կարծում եմ, որ մենք ընդհանրապես տարբերակումները պետք է հանենք, որովհետև Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի երջանկության բյուջե։ Այսինքն մեր բյուջեները պետք է ուղղված լինեն նրան, թե ինչ է պետք Հայաստանի Հանրապետությանը եւ նրանց քաղաքացիներին երջանիկ լինելու համար։ Եվ սա կարծում եմ շատ կարևոր արձանագրում է, որը մենք պետք է անենք։ Բայց չեմ ուզում եւ չեմ կարող շղթել, որ մարդու երջանկության համար
ինչպես նշված է նաև իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծում, անհրաժեշտ են նաև անհրաժեշտ կենցաղային պայմաններ։ Բայց ես ուզում եմ նաև մի արձանագրում անել, որ անհատական կենցաղային պայմանները բավարար չեն մարդու երջանկության համար։ Առիթ ունեցել եմ նաև կառավարության 2024 թվականի գործունեության զեկույցի ընթացքում ասել, որ իհարկե շատ կենցաղային օրինակով, եթե մարդը ունի հարմար նորոգված բնակարան, դա դեռ չի նշանակում, որ ինքը բարեկեցիկ է։ Պատկերացրեք լավագույն ձևով կառուցված եւ նորոգված առանձնատուն։ Եվ մարդը իր ընտանիքով ապրում է այդտեղ։ Արդյոք դա բավարար է, որ նա համարվի բարեկեցիկ։ Բացարձակապես բավարար չի։ Որովհետեւ կարող է այդ բնակարանը, այդ տունը հազար ներողություն չունենալ կոյուղի օրինակ, որը հանրային ենթակառուցվածք է։ Այդ տունը կարող է չունենալ ջրամատակարարում, որը հանրային ենթակառուցվածք է։ Այդ տունը կարող է չունենալ էլեկտրական հոսանք։ Լավ, հիմա արևային ֆոտովոլտային կայաններ կարող են դնել, այդ մասը հələ բան անենք, բաց թողենք։ Չնայած դա էլ հանրային ենթակառուցվածք է։ Եթե մարդ այդ տանը ամեն օր առավոտյան ուտում է սև խավիար, կեսօրին, չգիտեմ, կարմիր խավիար, երեկոյան եւ կարմիր եւ սև խավիար, եւ այդ տնից դուրս է գալիս։ Եվ այդ տնից դուրս գալու համար պետք է 1.5 մետրանոց ռետինե սապոգներ հագնի, որովհետեւ հակառակ դեպքում ցեխի մեջ կկորի, այդ մարդը չի կարող համարվել բարեկեցիկ։ Կամ եթե մարդը ինքը իրան էս իմ ասած պայմաններում համարի բարեկեցիկ, ուրեմն մենք պետք է մի հատ ստուգենք բարեկեցության այդ ընկալումը։ Սա ինչի համար եմ ասում, ինչ կապ ունի սա, հարգելի գործընկերներ, բյուջեի կատարման հաշվետվության քննարկման հետ։ Իսկ կապը հետևյալն է, որ մարդու անհատական բարեկեցությունը կախված է ոչ այնքան նրանից, թե ինքը ինչքան փող է ծախսում իր ընտանիքի համար, շատ ավելի կախված է նրանից, թե պետական եւ համայնքային բյուջեն ինչքան փող է ծախսում իր այդ նույն մարդկանց ընտանիքի եւ անհատի բարեկեցության համար։ Եվ այս ընկալումը առանցքային է, մենք պետք է սա հասկանանք, մենք չենք կարող առանց սա հասկանալու ունենալ բարեկեցություն Հայաստանի Հանրապետությունում։ Չենք կարող ունենալ։ Եվ այն պնդումը, որ ես առաջին անգամ, երբ որ արեցի ազգային ժողովում, մի քիչ էլ երևի սպոնտան, հաջորդ պահին լարվեցի, երբ որ ասացի, որ ոչ մի ընտանիք, բացարձակապես ոչ մի ընտանիք, ինքը իր կյանքի եւ բարեկեցության վրա չի ծախսում, չի կարող ծախսել ավելի շատ, քան ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Բայց հետո ինչքան գնաց, ավելի արմատավորվեց այդ միտքը եւ դա դարձել է համոզմունք։ Ի վերջո եկեք հասկանանք, Հայաստանի Հանրապետությունում չկա գեթ մի քաղաքացի, անկախ սոցիալական եւ այլ կարգավիճակներից, չկա գեթ մի քաղաքացի, որը ինքը իր ընտանիքի բարեկեցության ապահովության համար ծախսում է ավելի շատ գումար, քան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն եւ Հայաստանի պետական եւ տվյալ համայնքի համայնքային բյուջեն է ծախսում։ Եվ հետևաբար, հարգելի գործընկերներ, պետք է հասկանանք, ըմբռնենք խորությամբ, որ չափազանցություն նրանում, որ ասում եմ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, մեր բոլորի հավաքական, բայց նաև մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեն է։ Սրանում ոչ մի չափազանցություն չկա, եւ այս ամեն ինչի համար եմ ասում, հարկ վճարելու նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է փոխվի, ֆունդամենտալ ձևով պետք է փոխվի, որովհետև կա հարկ, կա պետություն, չկա հարկ, չկա պետություն, կա հարկ,
կա բարեկեցություն, չկա հարկ, չկա բարեկեցություն, կա հարկ, կա երջանկություն, չկա հարկ, չկա երջանկություն, կա հարկ, կա ազատություն, չկա հարկ, չկա ազատություն, կա հարկ, կա անվտանգություն, չկա հարկ, չկա անվտանգություն, կա հարկ, կա առողջություն, չկա հարկ, չկա առողջություն, կա հարկ, կա կրթություն, չկա հարկ, չկա կրթություն։ Սա ընդ որում այս թվարկումը ժամերով շարունակեն, կա հարկ, կա ճանապարհ, չկա հարկ, չկա ճանապարհ, կա հարկ, կա լուսավորություն, չկա հարկ, չկա լուսավորություն, կա հարկ, կա սոցիալական ապահովություն, չկա հարկ, չկա սոցիալական ապահովություն, կա հարկ, կա անտառ, չկա հարկ, չկա անտառ, կա հարկ, կա մաքուր օդ, չկա հարկ, չկա մաքուր օդ։ Հիմա հա անսպառ է, բառես բուն իմաստով անսպառ է։ Հիմա այն ինչ որ չկա, ինչի պատճառով է, որ չկա։ Հարկ չլինելու պատճառով է, որ չկա։ Աշխատանք չլինելու պատճառով է, որ չկա։ Հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքի պատճառով է, որ չկա։ Եվ դրա համար էսա պատճառը, որ ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ եւ վերջին շրջանում, որ օրինակ շատ քննարկում է գույքահարկի բարձր լինելու կամ չլինելու հարցը։ Ես բոլոր դեպքերում ասում եմ եւ հիմա էլ ուզում եմ ասել, հրապարակային էլ եմ ասել, որ բոլոր այն քաղաքացիները կամ գյուղացիները, գյուղում ապրող մարդիկ, մանավանդ այն գյուղերում, որտեղ մենք մանկապարտեզ ենք կառուցել, փողոցներ ենք կառուցել, երբ որ խոսում են հարկի շատ լինելու մասին, խնդրում եմ ուղղակի եկեք ուղեկցենք իրենց եւ նայենք, ուղղակի լուր նայենք այն մանկապարտեզին, որը չի եղել։ Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղում իր գոյության ողջ պատմության ընթացքում, հասկանում եք, հազարամյա պատմության ընթացքում չի եղել դպրոց։ Մենք այսօր մանկապարտեզներ ենք կառուցում այն գյուղերում, որտեղ այդ գյուղերի հազարամյա պատմության ընթացքում չի եղել մանկապարտեզ։ Հարգելի գործընկերներ, մենք պետք է ի վերջո արձանագրենք մի բան։ Հասկանում եք, մենք շատ ենք սիրում, չէ՞, խոսել քաղաքակրթության մասին։ Եվ դա մեր սիրած թեման է։ Մեր գյուղերի 90, այսինքն մեր գյուղերի 100%-ի փողոցների 90%-ը գոյության ողջ պատմության ընթացքում եղել են ցեխի մեջ։ Հասկանում եք։ Մեր գյուղերի 100%-ի փողոցների 90%-ը իրենց գոյության պատմության ողջ ընթացքում եղել են ցեխի մեջ։ Այսինքն փողոցը չի ունեցել իր բնական վիճակի մեջ եղել։ Պարզապես մարդիկ այդտեղով ոչ ենթակառուցվածք չի եղել, մարդկանց ուղակի քայլելու տեղ է եղել։ Բայց մյուս կողմից ես կարծում եմ, որ այնուամենայնիվ մեզ անհրաժեշտ է այս ամեն ինչը ինչի համար եմ ասում։ Այս ամեն ինչը ասում եմ նրա համար, որ ցույց տամ հարկի, բյուջեի, մարդկանց անհատի բարեկեցության կապը, բայց չեմ կարող ժխտել, որ մեզ հարկային քաղաքականության շուրջ անհրաժեշտ է լայն եւ մեծ ըմբռնում։ Եվ ես կարծում եմ, որ մենք առաջիկա շրջանում եւ առավել եւս առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում հերթական պետք է այս թեման շատ լրջորեն քննարկենք մեր քաղաքացիների հետ։ Այսինքն պետք է հարկի նկատմամբ, ինչքան էլ դա դժվար հնչի, պետքա ձևավորել հարազատություն։